Գյումրու արտահերթ թիմ ընտրություններին ընդառաջ քարոզարշավը մեկնարկեց մարտի 15-ին եւ այն շարունակվեց մինչեւ մարտի 28-ը։ Նշենք, որ քարոզարշավը բավականին բուռն ընթացք ուներ, քանի որ հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, ակնկահարույց արտահայտություններ, ինչպես նաեւ եղան ձերբակալություններ։ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքի Գյումրու ղեկը ստանձնելու համար պայքարում են 9 քաղաքական ուժ, 3 դաշինք եւ 6 կուսակցություն։ Ավագանու թեկնածուների ամենամեծ ցուցակը 98, իսկ ամենափոքրը 23 հոգուց է բաղկացած։ Կեսգիշերին Գյումրիում մեկնարկեց լռության օրը։ Մինչև մարտի 30-ը ժամը 20:00-ն արգելվում է քարոզչության ցանկացած միջոց։ Այսօր լռության, իսկ վաղն արդեն ընտրության օր է։ Իսկ ինչպիսի քաղաքապետ է ուզում տեսնել գյումրեցին։ Խելքը գլխում, բայց չկա միջները խելքը գլխում մարդ։ Որ խելաց է, Թոդորեն դեր քաղաքը սիրող։ Ընդհանրապես սիրել գիտեցող քաղաքապետ։ Սրդացավ քաղաքապետ։ Մասնակցելու եք դուք ընտրությանը։ Անպայման։ Այ ինչ միտումով եք գնում ընտրության։ Հավատալով թեպի լավ աբագան։ Հոգատար սրդացավ բնականաբար քաղաքի մասին մտածով։ Մարտի 29-ին 16-20 ընտրությամբ խախտումների մասին ահազանգ չեն ստացել 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, բայց նախորդող քարոզի օրերին որոշ խախտումներ արձանագրվել են, դրանք արագ վերացվել են, նշում է Տիգրան Ղազարյանը։ Խախտումներ եղել են չնախատեսված տեղերում պաստառների փակցման, բոլոր դեպքերով, որ մի քանի անգամ գրություն ենք ուղարկել համայնքապետարան, որ վերացնեն խախտումները, մեծամասնության դեպքերում խախտումները վերացված են շատ օպերատիվ ձևով, երեկ եմ ես պատասխանել դիտորդական առաքելությունների, որ իրենց արդեն իսկ իրենց մեր դիմումը ստալվալու պահին արդեն մենք տեսել էինք, դա վերացվել էր։ Գյումրիում էր նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Վահագն Հովակիմյանը քաղաքում նկատել է, որ չնայած մեծ պաստառների համար հատկացվել են սահմանված տեղեր, բայց քաղաքական ուժերի պաստառները փակցված են նաև սյուներին։ Սյունի վրա պաստառ կպցնելը, հասկանում եք, կարելի է, սրանց կարող է ասենք, չգիտեմ, 7-10 տարի առաջ դա ինչ որ գոնե ճանաչելիության խնդիր լուծել։ Բայց այսօր այդ պաստառը իմ ընկալմամբ կարող է նույնիսկ վատ ազդեցություն ունենա, որտեղ այդ նույն թաղամասի բնակիչը, որտեղ հետո այդ պաստառը որ մնաց այդտեղ, այդ նույն թաղամասի բնակիչը ինքը ընկալելի է որպես բան, ոնց որ իր միջավայրը աղավաղող։ Պատասխանատուների խոսքով թիմ օրենսգրքին համաձայն կան նորմեր, որոնք չպետք է խախտվեն նաև բուն քվեարկության օրը։ Ընդրական օրենսգրքով, սահմանադրական օրենքով ասում է, որ քարոզչական պաստառները չի կարող փակցված լինի տեղամասային հանձնաժողովներից 50 մետր հեռավորության վրա քարոզչական պաստառ չի կարող լինել։ Բացի իրավապահ մարմիններից, ԶԼՄ ներկայացուցիչներից եւ դիտորդներից քվեարկությունը հասանելի է առցանց տարբերակով, նշում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Բոլորը պիտի հիշեն, որ տեղամասը on-line հսկողության տակ է։ Այսինքն ով որ տեղամասում կանի օրինախախտում, եթե նույնիսկ այդ պահին էլ չկա, այսպես ենք, չֆիքսվեց, բայց միևնույն է այդ ձայնագրությունները մենք պահում ենք։ Այսինքն այդ ձայնագրությունները հասու են լինելու նաև իրավապահներին։ Այս ընտրապայքարում եւս քաղաքական ուժերը օգտագործեցին քարոզին բնորոշ բոլոր տարբերակները, ինչպես նաև ոչ այնքան ցանկալի տարբերակները, բայց եւ ինչպես հնչեց մեծ քաղաքական բանավեճի ժամանակ, այս քաղաքում կյանքը շարունակվելու է նաև ընտրություններից հետո։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։